Մեծ մասշտաբներով նշվեց այդ օրերին մեր կողքին էին բազմաթիվ երկրների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ այսօր փաստացի այսպես դեվոլյուցիա ունենք եւ չունենք բացի անատամ հայտարարություններից ոչինչ։ Ինչով եք սա պայմանավորում Թուրքիային հաջողանալու փորձ է, թե այլ բան կա։ Ես չգիտեմ ինչ կա, բայց որ պետությունը մի տեսակ երկրորդ պլան է մղել ցեղասպանության հարցը, դա փաստ է։ Իսկ ենթադրել թե նրանք ինչ են մտածում, ինչու են անում անշնորհակալ գործ է, որովհետև նրանք կարող են։ Հարցը առաջնային չէ իրենց համար եւ արդյոք այս քաղաքականությունը ուրացման քաղաքականություն չի հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունները ցեղասպանության ընկալման վերաբերյալ նաեւ։ Գիտեք, որ ասեմ 100%-ով ուրացել են, չէ, հա, կարծես թե այսօր են եկել այստեղ եւ այլն, բայց իմ կարծիքով այդ ճանապարհին են։ Պարոն նախագահ, դուք հայտարարեցիք ձեր տարիներ շարունակ այրել են դրոշը Թուրքիայի, Ադրբեջանի, այսօր դատապարտում են։ Ինչով եք սա բացատրում։ Ես նոր ասեցի, այդ իշխանափոխության ուղղությամբ ինչ եք ծրագրել, կարող եք։ Մենք առանց ծրագրի չենք գործում։ Այո, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակայնացնել։